Բարի երեկո, սիրելի հեռուստադիտողներ, եթերում առաքելություն հեռուստացրագրի հերթական թողարկումն է, ես Բալաբեկ Բարսամյանն եմ։ Հարգելիներս բոլորդ գիտեք, հատկապես վերջին շրջանում Հայաստանից բավականին քանակությամբ հայություն է արտագաղթում, որը իր հերթին մեծ ահազանգ է ողջ հայության համար։ Այս կապակցությամբ թե ընդհանրապես ինչու է ժողովուրդը արտագաղթում իր բնորանից, իր պատմական երկրից, ինչու է լքում իր պետությունը, ունեն հիմնովի պատճառներ։ Այսօր կփորձենք այդ պատճառներից հիմնականները լույս աշխարհ բերել, լուսաբանել։ Այս կապակցությամբ առաքելության հյուրն է քաղաքական գործիչ իրավաբան Սեթո Բոյաջյանը։ Բարև ձեզ, պարոն Բոյաջյան։ Շնորհակալություն եմ հայցում ձեր ներկայության համար, հրավերք ընդունելու համար եւ ուրախ եմ ձեզ տեսնելու մեր նորաստեղծ ծրագրից իրեն ներս, ինչպես եք։ Շնորհակալություն ձեզի։ Պարոն Բոյաջյան, այսօր փորձենք զրուցել մեզ հուզող, իրոք հուզող այդ խնդիրը, որը արտագաղթն է, կուզենայինք, որպեսզի մեր հանրությանը լուսաբանայինք, թե ընդհանրապես ինչու է արտագաղթը տեղի ունենում, որն է նրա տեսականորեն ողջ աշխարհում, ոչ միայն Հայաստանում, որից հետո կանցնենք Հայաստան, տեսնենք ինչն է պատճառները։ Նախ հետևյալ ձևով սկսեմ, շեշտեցիք ահազանգային հանգամանքը արտագաղթին։ Ես կուզեմ քիչ ավելի բացատրել այդ ահազանգը եւ անցնել ընդհանրապես արտագաղթի երևույթի մասին։ Գացությունը ահազանգային է այն իմաստով, որ իրապես ասկային ապահովության, pedagogan ապահովության վտանգ գոյություն ունի։ Արտագաղթը այսօր հասած է այնպիսի մագարտակի, ուր այս ընթացքով լուրջ վտանգ կսպառնա մեր ժողովրդի գոյության, մեր հայրենիքի գոյության եւ մեր պետության գոյության։ Ուրեմն շատ կարևոր է այս մեկը, քանի որ բարեր չեն, ասում խոսքեր չեն, գացությունը շատ լուրջ է։ Արտագաղթը մեզի համար օդար գործընթացը չէ։ Մեր պատմության ընթացքին մենք հաջող արտագաղթի գացություններով արժև գտնված ենք։ Եվ ոչ մեկ ժողովուրդ բացառություն չի գազմեր։ Ժողովրդի մեջ միշտ պիտի լա մասը, դարմը, որ պիտի արտագաղթե Իտալիայի այդ մեկը, Իսպանիայի, թե Ֆրանսիայի, թե Գերմանիայի, թե ապրիգյան ոչ մեկ երկիր, միջինարևելյան երկիր, ժողովուրդը արտագաղթե եւ զանազան պատճառներով։ Հետևաբար արտագաղթը սահմանել եթե գուզենք, հետևյալն է, որ երկրիմը քաղաքացին, երկրիմը հայրենագիցը լքելով իր բնակած երկիրը, իր ծննդավայրը, գքախտե գմեկնի այլ երկիրը եւ գհաստատվի հոն։ Ուրեմն այս է արտագաղթը։ Եթե իր հայրենիքը վերադառնա մեկը, ադոր գսենք ներքաղթ, բայց քաղթը է, դեղափոխություն է։ Արտագաղթը հայրենիքեն դեղափոխվել այլ երկիրը։ Այդ է սահմանում։ Հիմա արտագաղթն ընդհանրապես գամովին կգադարվի։ Ուրեմն անձը ենթական ինքն է որ գորոշ է, մի քաղթե կամ ոչ։ Սակայն նաև կան արտագաղթեր, որոնք իրականության մեջ արտագաղթե ավելի բռնակաղթ են, քանի որ գամովին չեն ըլլար։ Ուժմը դուրսեն կամ ներսեն բռնի գերբով գբարդատրե ժողովրդի մեկ մասին, լքելու հայրենիքը, լքելու իր քյուղը ավանը եւ դեղափոխվելու երթալու ուրիշ տեղ։ Այսօր լավագույն օրինակը ցեղասպանության շրջանն է, հայկական ցեղասպանության շրջանը, ուր թուրք պետությունը անոր որոն գրծավ գոդորեց, անոր որոն չեր գրնար, դեղահանեց։ Եթե վերհիշենք պատմական Հայաստանը, պատմական հայրենիքը, արդյոք միայն ցեղասպանությունները պատճառը, որ արտագաղթ եղավ ժողովրդի մեջ, չէ՞ որ դրանց առաջ էլի արտագաղթներ եղել են։ Եթե պատմական Հայաստանի մեր պատմության երթանք արտագաղթը գամովին
եւ ագամա դեղի ունենար եւ քանի որ օդար ուժեր գներխուժեին Հայաստան եւ այդ օդար ուժերու դիրաբերության լուծին դակ չմնալու համար ժողովուրդը գլքեր գփախեր կամ իրենք կբարդացրեին օդար ուժերը որ լքեն եւ երթան ուրեմն դեղահանությունը մեզի համար նոր չէ բայց նաեւ ներգություն ներգացություն բանը ստիպած է որ հայը որոշ է ցկել երգիրը եւ երթալ գամովին okay հիմա արդակախտի եթե գամովին արդակախտ է երկու հիմնական աստակներ գոյություն ունին գա գոյություն ունի քաշողական աստակը եւ գոյություն ունի մղիչ աստակը քաշողական աստակը հետեւյալն է օրինակի համար գորոշե հայը լքել Հայաստանը եւ մեկնել Ամերիկա Միացյալ Նահանգներ ինչու որովհետեւ կորց կա դնդեսությունը լավ է գրնա աբական գերդել ազատություն գոյություն ունի ուրեմն լավ դնդեսությունը ազատությունը քաշողական աստակներ են որ մեգում համոզել գուտավոր ես պետք է լքեմ եւ երթամ հոն ուրատ քաշողական աստակները գոյություն ունին հիմա ինչ կվերապերի մղիչ աստակները անոնք են որ դեղական են հայրենիքի մեջ գոյություն ունին եւ շատ ժխտական աստակներ են օրինակ կորձազրկությունը անարդարությունը ինչ գիտեմ անաբահով վիճակը կամ քաղաքացիական պատերազմը գմղեն քաղաքացին որ ցկե երթա աբահով դեղմը եւ այս բարակային աբահով դեղը ոչ մեկ այլ երգիր է քաշողականություն ունենա կամ ոչ երկրորդական է այդ մեկը բարձրապես ազատիլ որովհետեւ գմղե քաղաքացին այդ պայմանները գմղեն քաղաքացին որ լքե եւ երթա ուրեմն Հայաստանի բարակային շատ ավելի մեծ են մղիչ աստակները եւ արդակախտողներու նաեւ Հայաստան մնացող ժողովրդի ուրեմն հետ հարցախույզերը ցույց կտան որ արդակախտողներուն 49%-ը գարդակախտեն դնդեսական պատճառներով դնդեսական վիճակը այնպիսի մագարտակի իջած է որ գմղե քաղաքացին լքելու Հայաստանը իսկ 47%-ի պատասխանը արդակախտելու կզով կվերապերի արդարության եւ հավասարության երբ արդարություն գոյություն չունի երբ հավասարություն գոյություն չունի երբ բաշտոններ ուրեմն սեփական բիզնեսի մեջ շուգայի վրա թե pedagogan մագարտակի վրա բաշտոնները գդրվին կփաշխվին ըստ խնամիական գաբերու ըստ ունեցած քու Փարեգամիտ հորդ Փարեգամին կամ զարմի գդե կամ իչքիտնամ հորեղբայրը եւ ածեվո բաշտոններու գդիրանա մեկը առանց նկատի ունենալու կարողությունը արժանիքը իրականության մեջ պետք է բաշտոնները արժանիքի վրա կարողության վրա հիմնված լան անոր կարող է եւ արժանիք ունի անը որ պետք է բաշտոնին դիրանա եւ ոչ թե ասկականական գաբը պետք է լա չափանիշը մեգումը բաշտոն դալու համար դժբախտաբար մեր հայրենիքի մեջ արժանիքները նկատի չեն առնվիր եւ ասիգա շատ մեծ ցավալի եւ վտանգավոր երևույթ է քանի որ արժանավորները մտավորականները քիտնականները երբ չեն կնահատվիր հայրենիքի մեջ ստիպված պիտի լան լքելու հայրենիքը եւ երթալու հոն ուր իրենց այդ արժանիքները կարողությունները կգնահատվին Պարոն Վայաջյան, այ ահազանգային է, որովհետև ինչպես նշեցիք, ազգային անվտանգության խնդիրն է արդեն այսօր առաջ եկել։ Մի քանի տարի առաջ Հայաստանի Հանրապետության նախագահը Սերժ Սարգսյանը այդ հարցին պատասխան տվեց, որ դա արտագաղթ չէ, դա ուղղակի արտագնա աշխատանք է,
եւ ժողովուրդը դուրս է գալիս արհեստավորներ արտագն աշխատանքի Ռուսաստան եւ այլ երկրներ եւ հետ են վերադառնում։ Անցավ ժամանակ բոլորս հասկացանք, որ չէ, նա սխալվեց իր ուրեմն մտքի մեջ, որ գնում են եւ մեծամասնությունը հետ չեն վերադառնում։ Սովետական միությունից դեռ ժառանգած ազգային անվտանգության կառույցը KGB-ն, որը բոլորս գիտենք, որ այսօր կրկին շարունակում է գործել Հայաստանի Հանրապետությունից ներս, ուշադրություն իրոք չի դարձնում դրա վրա, թե դա զուտ ինչ-որ մի ծրագիր է այլ ուժերի հետ կապված, որոնք իրոք իրականացնում են։ Այսինքն մեր իշխանությունները չեն հասկանում իրականում ինչ է կատարվում եւ չեն հասկանում, որ ազգային անվտանգության խնդիր է ուղղակի դա։ Տնտեսական երկու գործոններ նշեցիք, համաձայն եմ, բայց Հայաստանում կարծես երկու գործոնն էլ աշխատում են, մի բան էլ ավել։ Երիտասարդ ավարտելով հավասարանը աշխատանք չի ճարում մեկնում է, բանվորը կամ արհեստավորը աշխատանք չայելով մեկնում է, մտավորականը կամ ստեղծագործողը կամ գիտնականը ավելի լավ է վարձատրում օտարության մեջ մեկնում է եւ այս ամենը մեր բոլորի արժեվ իշխանությունների արժեվ դա ազգային անվտանգության նման ծրագրերով պետք է կյանքի կոչի իշխանությունները, ազգային ժողովը, թե ողջ հայությունը, սփյուռք հայությունը։ Հիմա որ հազանգային վիճակ է, բարդականության մեծակույն բաժինը, արտաքաղթի բարակային կամ երկրի բարելավման բարակային, աշխատանքի բարդականության մեծակույն բաժինը, արիզի բաժինը գինա իշխանության ուսերուն, անոնք որոնք ընդրաբայքարի իջան, ասին զիս ընդրեցեք, ես ցեզի հոգ պիտի դանիմ, եւ հիմա ժամանակն է հոգ տանելու։ Դեսեք Հայաստանի Հանրապետության նախագահ ինչ-որ ասիկ բան Սարգսյանը ինչ փնուտակրած է, ասելով որ արտակաղթ չէ մեկնողները, իրականության մեջը վայել չէ այդ դեսակ մեկնաբանություն, փնորոշում, երբ հազարներով քաղաքացիները գլքեն երկիրը եւ գերտան եւ նախագահը չսեր որ ինչու գերտան իվերջո վալուդա օդար տրամանիշ երգիր փերելը դոլար Հայաստան փերելը շատ կարևոր է բայց նաև Հայաստանի մեջ արդարությունը ավելցնելը բազմապատկելը ավելի կարևոր է վալուդայի պետք չեն ունենալ եթե մենք մեր արդարության մագարտակը որակապես թե քանակապես բարձրացնենք երբ որակական քանակական արդարություն դերի չունենար ժողովուրդը գերտա նախագահը ուզած ծևով թող փնորոշե արտակաղթ ըլլալը չթատրիր եւ երբ արտակաղթ է կնշանակե գործընծուցին այդ մեկը հիմա թիվերու մասին ստատիստիկներու մասին գրնանք խոսիլ բայց անիմաստ է խոսիլը այսօր հասած ենք տեղը որ նույնիսկ եթե մեկ հայ ցկե եւ երգիրը երթա ահազանգային է քանի որ այս ընթացքով 2030 թվականին իսկ կարգმა վերլուզապաններու Հայաստանի բնակչության թիվը 1 միլիոն է բագաս պիտի լա տեսեք բնակչությունը ժողովուրդը եւ հայրենիքը իրար մեկ ախյալ են Առանց ժողովրդի հայրենիք գոյություն չունի, առանց ասկության հայրենիք գոյություն չունի եւ առանց հայրենիքի ասկություն գոյություն չունի։ Իվերջո հայրենիքի մը բեդությամը երկրիմը դվյալները գոյության դվյալները ինչ են հողադարած բնակչություն անկախ բեդություն Եթե հողադարած կա եւ բնակչություն չի գա, մյուս երկուքը գփլին Հայաստանը գտածրի Հայաստանը լալե եւ ժողովուրդ չի գա։ Պետականություն այսինքն խոսքը։ Այո, իսկ ժողովուրդը գտածրի ասկությունը լալե, երբ հողադարած իր հայրենի հողադարածքին վրա չէ։ Ուրեմն մենք պետք է անդրադառնանք մանավանդ անոնք, որոնք մեր քաղաքական ղեկավարությունը ստանցնած են Բեդական մագարտակի վրա պետք է անդրադառնան, որ առանց ժողովրդի կարելի չէ հայրենիք ունենալ, առանց հայրենիքի կարելի չէ ժողովուրդ ունենալ։ Պետք է երկուքին վրա եւս քուրքուրալ
բահբանել, ուրջացնել, ժողովրդին թիվը բազմացնել, իսկ հայրենիքի հողադարածքը ընդարձակել մանավանդ մեր բարակային, երբ մենք իրավադեր ենք, հողազրկված ենք, հայրենազրկված ենք եւ մեծ բանով, այսինքն դարողությամբ մենք հայրենական հող գործընծուցած ենք, անարդարությամբ հետևանքն է ներկա Հայաստանը, այդ անարդարությունը պետք է վերացնենք, արդարությունը վերահաստատենք, որպեսզի ունենանք լավ, փառքաված եւ հզոր Հայաստան։ Ախր ինչպես կրնանք մենք այդ Հայաստանը ունենալ, երբ ժողովրդին հոգ չի տան իր կառավարությունը։ Արտաքաղթողները պետք չէ մեղադրենք։ Եվ ասեմ, եթե Հայաստանեն արտաքաղթողները Միացյալ Նահանգներ կհաստատվին, Միացյալ Նահանգներու հայ քաղաքները փոխանակ վանողական, մերժողական գեցվածք ունենալու, մեղադրելու, որ դուք ինչպես հայրենիքը գլքեք, ընդհանրակը այս անգամ անցյալի սխալը պետք չէ անենք, քրկված ընդունենք, մեր մեջ առնենք, որովհետեւ սպյուրքի մեջ կոնե փորձենք անոնց հայ բահել։ Ի վերջո սպյուրքի մեջ մեր հիմնական բառականությունը հայության համրանքը բահբանել է։ Բիդի չգործընծնենք ո՞ե մեկ հայ։ Շփախտապար կգործընծնենք։ Տեսնեք, մեր pedagogan ղեկավարությունը պետք է ցանոթ լա մեր պատմության։ Ո՞ե մեկ ժողովրդի, ո՞ե մեկ հայրենիքի բարակային։ Երբ ղեկավարությունը դերյակ չէ իր սեփական պատմության, կսկսի սխալներ կործել։ Եվ ես եկած եմ այն համոզման, որ մեր ղեկավարները մեր պատմության ցանոթ չեն, լավադերյակ չեն։ Ուրեմն իրենց կոմունիստական, սովետական միության շրջանին ստացած այդ դարօրինակ բռնադիրական մշակույթով թրծված հայկական հարցերը, քաղաքական, տնտեսական, թե հայտարարի իմաստով գտիրեն դարբեր աչքով, ոչ թե հայկական աչքով։ Հայկական արևելումի հարց ունենք մենք տնտեսական քաղաքականության մեջ, գրթական քաղաքականության մեջ, արտաքին քաղաքականության մեջ։ Այդ հայկական արևելումը գոյություն չունի ներկա իշխանավորներում մոտ։ Հարցեր կան, որոնց պատասխանը պետք է գտնենք։ Իբրև շարունակությունը 3000 տարվա պատմություն ունեցող ժողովրդիմը մենք պետք է սորվենք մեր պատմութենեն։ Հարց տանք. Պատմական Հայաստանը 300,000 քառակուսի կիլոմետր էր։ Այսօր ադոր 1/10-ն է Հայաստանը, 30,000 քառակուսի կիլոմետր։ Ասկե 1500 տարի առաջ հայության ընդհանուր թիվը գդարոփերեր 1.5 միլիոնը մինչև 4 միլիոն։ 1400 տարի հետո, 1914-ին հայության թիվը գրեթե նույնն էր։ Արեմդյան Հայաստանի մեջ բնակչության թիվը 2.2 միլիոն էր։ Հիմա մեր ղեկավարությունը հարց պետք է դա։ Ինչպես պատահեցավ, որ 1500 տարի հետո հայության թիվը նույնը մնացած է։ Փոխանակ 40 միլիոն լալու, 35 միլիոն լալու։ Ցեղասպանություն տեղի ունեցավ 1 միլիոն, 1 միլիոն 800,000 հայ գործընծուցինք։ Եթե չի գործընծնենք, այսօրվա հայության թիվը պիտի լար 28-29 մինչև 30 միլիոն ժողովուրդ։ Ժողովուրդ գործընծուցինք եւ հիմա արտակաղթող գործընծնենք ժողովուրդը։ Պարոն Բոյաջյան, ձեր թույլատվությամբ ասենք կարճ դադարի, որից հետո կշարունակենք հերձը։ Դադարի եթերում։ Հարգելներ, շարունակում եմ զրույցս քաղաքական գործիչ իրավաբան Սեթո Բոյաջյանի հետ։ Այսօր մենք ուրեմն խոսում ենք մեր հիմնական թեման է Հայաստանի Հանրապետության արտագաղթը, որը հասել է ազանգային ուրեմն չափերի, որը որ արդեն խոչընդոտում է Հայաստանի անվտանգությանը։ Պարոն Բոյաջյան, մոտավորապես խնդիրը պարզ է, թե ինչն է պատճառը հիմնականում ժողովուրդների մեջ, հատկապես մեր երկրում արտագաղթը։ Ըստ ձեր փորձառության եւ ըստ ձեր գիտելիքների այսօր ինչ կարելի անել եւ ինչպես կարելի անել, որպեսզի արտագաղթը կասեցվի։ Գիտեմ, վստահ եմ, որ ինչպես դուք նշեցիք, այսօր մեր իշխանությունները այդքան էլ տեղյակ չեն մեր պատմությունից,
եթե տեղյակ լինեին, երկրորդում են, որ դասեր պետք է քաղեն եւ թեկուզ եւ պատմական նույն սխալները եւ ավելի բարդ մեծ սխալներ թույլ չէին տա այսօրվա դրությամբ։ Բացի արտագաղթից կորցնում ենք նաեւ ստրատեգիական նշանակություն ունեցող այն հսկա օբյեկտները, որոնք որ մեր պետականության հիմքերն են հանդիսանում։ Եվ օրստորե կամ ամսե ամիս տեսնում ենք, որ վաճառեցին այս օբյեկտը, վաճառեցին երկրորդը, երրորդը, նրանք, որը իրավունք չունեն ընդհանրապես վաճառեն, կամ էլ առանց ազգային ժողովի իմացության կամ քննարկման կամ ժողովրդի համաձայնության իրավունք չունեն վաճառեն, որը անում են։ Նայելով կողքից տեսնում ենք, որ մեր երկրի հայրենի իշխանությունները մեր հայրենիքի հետ վերաբերվում են շատ դաժան, թե ժողովրդի հետ, թե մեր անձնական գույքի հետ։ Ինչպես կարելի է կասեցնել իբրև։ Պատասխանը բոլորի մտքի մեջ շատ հստակ է, որ այս աբիգար իշխանավորները պետք է փոխարինել գարող եւ ասկանվեր իշխանավորներով։ Ասելը թյուրին է, բայց որպես ժողովուրդը անդրադառնա, թե իրապես մեր ղեկավարությունը վերանգախացում են աստին, աբիգարության շարամ մնե ղեկավարության մագարտակի վրա, սկսելով առաջին նախագահը մինչև ներկա նախագահը եւ հաջորդական կառավարությունները եւ նաեւ ազգային ժողովները կդարյալ աբիգարություն, աբաշնոր մարդիկ, որոնք իրենց գիտեն անտին չեն տեսներ։ 1918-ի ստեղծված Հայաստանի Հանրապետությունը մայիս 28-ին, երբ անկախություն հայտարարեց, հաջորդ օրն իսկ առաջին գործը եղավ պետական մեքենան կառուցել, պետություն գոյություն չուներ եւ ամուր պետությունը հիմնեց կառույցներու իմաստով եւ այդ կառույցներու հիման վրա է, որ երբ Հայաստանը սովետականացավ, այդ կառույցները շարունակեցին եւ այդ կառույցներուն վրա նոր կարողություններ, նոր կարելիություններ ավելցան։ Վերանգախացումով մեր պետական ապարատը երեսի վրա ցկվեցավ։ Թալանի վիճակը ստեղծվեցավ։ Պետական միջոցները սեփական լեզակներով վերածված միայն գեղեցին ժողովուրդը եւ հայրենիքի հարստությունը։ Ուրեմն այսօր ղեկավարության փոփոխության հետ նաեւ պետական ապարատը պետք է վերանորոգել։ Պետք է ունենանք պետական ապարատը, որուն արժանի է հայ ժողովուրդը։ Եվ ոչ թե պետական ապարատը, որ այսօր կամ անոր անձնական շահերուն գծարայե իբրև անձնական լծակ իր տնտեսական շահերը ապահովելու համար այս կամ այն նախարարին, այս կամ այդ նախարարի քլխում բրագեցած օլիգարքին այս մեկը այսօր պետք է վերջ դնել Փապակելին իդեալը պիտի լա, որ իշխանավորները անդրադառնան գացության եւ իրենք ցերնարգեն պետական մեր ապարատի վերանորոգման, վերագառուցման, որովհետեւ ապարատի վերագառուցումով մենք կվերագառուցենք, կվերականգնենք մեր տնտեսությունը։ Մենք կվերագառուցենք, կվերականգնենք մեր գյուղատնտեսությունը։ Մենք կվերականգնենք եւ կվերագառուցենք մեր ազգային ապահովության հիմերը, ոստիկանությունը, քանի ոստիկանությունը, քանի սպասարկությունը, փանագը։ Իվերջո մեր փանագի բարակային վիճակը անչափ մխիթարական չէ, որերև գիտենք ներսը ինչեր կբադահին։ Ճիշտ թալանի մտահոգությունը, հոգեբանությունը նաև գդիրե հոն։ Եվ փանագի մեջ հայրենասիրությունը փարսակույն մագարտակի վրա հասած մտայնություն եւ հոգեբանություն պետք է լա։ Եվ դժբախտաբար չի գա այդ մեկը։ Սակայն վերագառուցումը անհրաժեշտ է, եթե մենք ժողովուրդը գուզենք պահել երկրի մեջ, պետք է որ տնտեսությունը սկսի կամաց բարեփոխել, վերականգնել եւ ունենանք բարգավաճ տնտեսությունը։ Կորզազրկությունը ահավոր է, նոր կորզեր պետք է հայտայտվին։ Առողջապահական մարզեններս
Դարձյալ մենք ունենք լավագույն բժիշկները, մենք կրնանք ունենալ լավագույն հիվանդանոցները եւ ինչու մեր բժիշկներու եւ հիվանդանոցներու ջամփով լավագույն առողջական եւ առողջապահական ծառայությունը պիտի չմատուցենք, չմատակարարենք մեր ժողովրդին եւ այդ մեկը չլար մեր առողջապահության նախարարին բարդականությունն է հոգալ բաբիգեն, մամիգեն մինչև նորածին երեխան պետք է հոգածության առարգան դառնա մեր կառավարության եւ այդ մեկը չլար օրինակ կորզազրկության հարցը առնենք շատ թյուրին է նույնիսկ օլիգարքերը կրնան Թրամփ շահիլ յուրաքանչյուր հայ պետք է որ դուն ունենա բնակարան ունենա սեփական եւ շատ թյուրին է այս մեկը անելը եւ օլիգարքը իր Թրամը թողներ թրե բնակարաններու գառուցման ծրագիրներուն գառուցենք 20-30 հազար բնակարան Երևանի մեջ սկսենք այդ առաջին քայլով 20-30 հազար բնակարան գառուցելու համար 50-100 հազար կորս կստեղծես կորզազուրգերուն կորս կհայթայթես եւ այդ բնակարաններեն գշահի նաեւ ներդրողը մեր ճանապարհները իսկ հաղորդակցության միջոցը շատ կարևոր է ոյ մեկ ժողովրդի համար մանավանդ ասկագերման մեջ հաղորդակցությունը հիմնական խարիսխն է հաղորդակցություն ճանապարհներու փոխադրամիջոցներու իմաստով հաղորդակցություն ուրեմն մամուլի հերադեսիլի եւ զանազան այլ միջոցներով պետք է որ այս հաղորդակցության միջոցով յուրաքանչյուր հայկական քյուղ ավան մյուս քյուղերուն գավվի ժողովուրդը իրար մեջ դերյակ պետք է լա ոչ թե ունենանք Վարդենիսի շրջանի մեջ քյուղը որ երբեք դերյակ չէ կորիսի մեջ կոյություն ունեցող քյուղի մոքյուղացի մբիջագեն ուրեմն ճանապարհներու գառուցումը հերադեսիլի նոր ցանցի գառուցումը փոխադրամիջոցներու արդիականացումը պիտի օգնի ասկագերման եւ ասկագերդումով մենք պիտի ունենանք ավելի միացույլ, ավելի միագամ ժողովուրդը։ Այդ աշխատանքը առնվազն 100,000 կորս կստեղծե։ Մենք այս ձևով գլուծենք կորզազրկության հարցը եւ հայ բանվորը, հայ ինժեները, հայ արքիտեկտը, ինչքան հայ բժիշկը հայ մասնակետը գմնա Հայաստան լավ գվարսադրվի կորզազրկությունը գիշնե եւ ժողովուրդը գմնա իր հայրենիքի մեջ ասիգա մեկ երեսն է եւ այս բոլորին պատասխանը իտեպ գուտա տաշնակցության արտակախտի թեմ ծրագիրը որ գոչվի մենք ապրելու ենք մեր երկրում որ ներկայացվեցավ անցյալ տարվա սեպտեմբերին 2013 թվականի սեպտեմբերին պետք է անդրադառնալ Պարոն Բոյաջյան ասենք կարճ դադարի որովհետեւ իմ մտքի մեջ կար այդ հարցը որ հայահեղափոխական դաշնակցությունը հստակ ծրագիր ներկայացրեց ուրեմն ազգային ժողովին կուզենայինք լուսաբանել դրա ճակատագիրը միջով այսօր ուր է հասել եւ ինչու չընդունվեց մինչ օրս հարգելիներս կարճ դադար որից հետո կշարունակենք մեր ծրագիրը մնացեք մեզ հետ Հարգելիներ շարունակում եմ զրույցս ուրեմն քաղաքական գործիչ իրավաբան Սեթո Բոյաջյանի հետ։ Պարոն Բոյաջյան, անցած տարի հայահեղափոխական դաշնակցության ֆրակցիան ներկայացրեց հստակ ծրագիր ազգային ժողովին, ինչպես կարելի է կասեցնել արտագաղթը եւ ինչպես անել որպեսզի ժողովուրդը ներգաղթի։ Օրակարգային հարց չդարձավ, եթե չեմ սխալվում։ Ի՞նչն էր հիմնական պատճառը։ Այսինքն երկիրն ուզում է, պետությունն ուզում է, իշխանություններն ուզում են, փորձում են, չեն կարողանում, կողքից առաջարկում են մի բալանի կամ մի կանաչ լույս, հանկարծ չեն համաձայնվում։ Որը հետաքրքրված չեն, ճուզեցին ազգային ժողովի մեջ օրակարգի վրա թրվելու խնդրանքը մերժվեցավ։ Գարձիկ սովորական բան է հարց է այս մեկը ոյ մեկ խորհրդանական առաջարկ օրինակից մեկը ներկայացնես խորհրդարան եւ գմերժվի հասկանալի խորհրդանական կյանք է բայց որ ճգնաժամը փուժող ճգնաժամի առաջ կառնող ծրագիր կներկայացվի
փոխանակ բոլոր իրականչիր պատգամավոր մտահոգվելու նույնիսկ կառավարությունը ինքը քաչալերելու որ այդ դեսակ բամը լա քննվի որտեղվի օրագարկի վրա չփերվեցավ հարցը չփերվեցավ եթե քվեները ճունից չես կնար բերել հիմա ինչպես կարելի է իբրև հայ ասել որ ասոնք մեր ներկայացուցիչներն են ազգային ժողովի մեջ այս պատգամավորները մեր ժողովուրդը կներկայացնեն ինչպես կրնան այդ պատգամավորները մեր ժողովուրդը ներկայացնել որ ժողովրդի ցավը չեն հասկանար ժողովրդի ցավը չեն տեսներ եւ հետաքրքրված չեն ոյ մեկ ծավով օգնելու ժողովրդին Թաղային վեճերի նման մի տպավորություն ստացանք, որ եթե դաշնակցությունն է մեջտեղ բերել, կարևոր չի, որովհետեւ մի խմբակցություն կամ որովհետեւ մի կուսակցություն, որը մի քանի հոգի ունի խորհրդարանում, ինչու պետք է մենք լսենք կամ ինչու պետք է այդ կրեդիտ այսպես ասած տանք իրենց, բայց վերջ-վերջով նորից ենք անդրադառնում մեր զրույցին ազգային անվտանգության խնդիրը եւ լուրջ առաջարկ է ներկայացվել, կարելի է լսել, թեկուզ ժողովուրդը լսեր։ Եթե լավ գարտային այդ ծրագիրը սկիզբեն գսել ծրագիրը այս ծրագիրը հատվածիմը կողմը չի գնար կորզածվել հատվածիմը ծրագիրը չի գնար լալ այս ծրագիրը կորզածողը Հայաստանի կառավարությունը պիտի լա եւ ասկային ճգնաժամ է քու բեդության ներկայացուցիչները քու նախարարությունները պիտի կորզացրեն այդ ծրագիրը եւ ծրագիրը բազմակողմանի է ծրագիրը քրեթե pedagogan ապարատը վերագառուցելու գմիրի իրականության մեջ որերև գվերապերի դնդեսական մարզին քյուղատնտեսության բնակարաններու կառուցման կորզազրկության վերջ տալու հարցին եւ արդարադատության պետք է որ այդ արդարությունը Հայաստանի մեջ օրենքը բոլորի նկատմամբ համահավասար կորզածվի իրականչյուր հայ քաղաքացի նախագահեն սկսյալ մինչև ամենեն հերավոր Հայաստանի քաղաքացին հավասար պետք է օրենքի արժև կարևոր չէ ինչ հանգամանք կունենա այդ հայը օրենքը երկու չափ երկու կշիռ պետք չէ գիտնա օրենքը չի գրնար երկու չափ երկու կշիռ ունենալ կա մեկ օրենք եւ գա մեկ կշիռ եւ գա մեկ չափ կորզածությունը նաեւ այդպես այդ ծևով պետք է արդարամիտ կերպով արդար կերպով հավասար ծևով լա ծրագիր ամբողջ այդ մասին է իրականության մեջ որովհետեւ արդակախտը բարոյախոսությամբ ինչ գիտեմ ցույցերով փողոց իջնելով կամ ջարեր գարտալով տասերակցական պրոգրամներ պատրաստելով չի կասեցվիր արդակախտը այս բարակային մեր ժողովրդի բարակային զինք արդակախտի մղողը կոնկրետ արարգայական պայմաններն են այդ արարգայական պայմանները բարելավող ծրագիր մնա ներկայացվածը եւ ծրագիրը հստակորեն գսե որ Հայաստանի Հանրապետության նախագահին աբիտ ներկայացվի այս ծրագիրը որովհետեւ իր ներդրում ունենա ինքը գլխավոր է արավել այդ ծրագիրը նաեւ պիտի քննվի ամենայն հայոց վեհապարին կողմը այդ ծրագրին նաեւ քննարկումը պիտի գադարե արամ գիրիգո գաթողիկոս արամ վեհապարը բոլոր կողմերը, բոլոր հարամանությունները, երդասարտությունը, ուսանողությունը, մասնակիցները, բոլորը պիտի մասնակցին եւ այս ծավալ մենք պիտի ունենանք վերականգնումի ասկային ծրագիրը։ Համասկային ծրագիրը իրականության մեջ, որովհետեւ նաեւ նկատի ունի սպիրկը այդ ծրագիրը, նաեւ սպիրկը հայերու ներդրումը կարեւոր է, որովհետեւ ամեն ինչ ունենք, որ Հայաստանը բարգավաճի, Հայաստանը սկսի դառնալ իրավես արդիական պետություն եւ արդիական անգլերեն երկու երգ երգելով Eurovision-ի մասնակցելով Երևանի հրաբարակը գարմը քեղեցիկ զարդարումներ կատարելով արդի հայրենիք արդի պետություն չես ունենար պետք է արդիականացումը վարեն մինչև վերը լա ժողովուրդը իր մտայնությամբ, հոգեբանությամբ, տնտեսությամբ, դաստիարակությամբ ծրագրի մեջ շատ կարևոր օրինակ համար ասկային գրթությունը այսօր հավասի 22-23 տարի անցած է Հայաստանի Հանրապետության մեջ մենք ասկային գրթության փիլիսոփայություն ծրագիր չունենք երդասարտը բադանին երեխան իր փոքր հասակեն
ասկային դասերագության բիդի երթարես մեր գրթական մշակութային քաղաքականությունը հիմնված պետք է լա ասկային դեսլագանին վրա ոչ թե ասկայնամոլ շովինիստ ֆաշիստ հայ ստեղծելու համար այլ հանցնարու եւ բանջաձև հայ ստեղծելու համար այդ պետք է լա մեր գրթական քաղաքականությունը եւ այդ մեկը չունենք այդ մեկը դերի չունենալ նույնիսկ մեր պատմությունը ճիշտ ծավով չներկայացվիր հայ վարժարանեն հայ դբրոցեններս միշտ դերմը աղավաղված բան մգա եւ գրթական նախարարը հետաքրքրված չէ այս արսերով գրթական նախարարը վերջերս շատ ավելի հետաքրքրված էր Հայաստանի Հանրապետությունը վերանվանվելու մտահոգությամբ եւ գուզգարաչարգեր որ ներկա Հայաստանը գոչվի Արևելյան Հայաստանի Հանրապետություն հիմա այս տեսակ առաջարկիմը գսեն դխմարություն եւ առաջարկը գադարողինա գսեն գադարյալ դխմար մենք Արևելյան Արևմտյան Հայաստան բաժանում չենք ունեցած կամովին մենք աշխարհակրական բնորոշում տված ենք երկու գայսրություններու դիրաբերության դակ գտնվող հողադարածներուն սակայն Հայաստանը միշտ մեկ եղած է անչափ մեկ եղած է որ 1919-ի Հայաստանի Հանրապետության խորհրդարանը որոշում կայացուց որ գամիա մեկ Հայաստան եւ գամիա մեկ հայ ժողովուրդ արեմդահայ արևելայ ասոնք բնորոշումներ են մենք ունենք փարփարներ փարփարը հայ է հայությունը հայ է ոչ արևելահայ է ոչ արեմդահայ է ոչ սպիրկահայ ենք ոչ Հայաստանահայ ենք բոլորս էլ հայ ենք ես պետք չունիմ քաղաքացիության դեր ունենալու ինքս Հայաստանի քաղաքացի հայտարարելու եւ ըսկալու համար Ոյեմեք հայ այդպես է եւ ելլալ եւ բաժանումներ արվեստական բարակդումներ բաժանումներ ստեղծել եւ ասիկա գարավարական մանավանդ գրթական նախարարին կողմէ հոս կդեսնեք ողբերգությունը այս իշխանության ողբերգությունը որ ասկային ողբերգության վերածված է Դաշնակցության ծրագիրը այս բոլոր բնակավարներն ներս գրթական է մինչև տնտեսական սոցիալական նաեւ զինվորական բնակավարներն ներս հստակ փոփոխություն ամեն ինչ կորզուղված եւ մղված թեպի ասկի հզորացում հայրենիքի հզորացում պետության հզորացում եթե մենք կարենանք այս բոլորն էլ եւ իբրև ստեղծագործ աշխատասեր ժողովուրդ մենք կրնանք անել այս բոլորը եթե անենք Հայաստանը ոչ թե արտաքաղթող պիտի ունենա այլ հարյուրավոր թերևս հազարավոր հայեր պիտի ներկախտեն հայրենիք այդ տեսակ Հայաստան պետք է ստեղծենք այս ներկա Հայաստանը վերածված է կարգ իշխանավորներու եւ շահագործողներու կարգ ցեցերու նոր միտական միջոցներ ապահովող լծակմա ասոր վերջ պետք է դալ վերջ տալու միակ ծևը ժողովուրդը ինքը պետք է որ այս իշխանավորներու մղե այդողությամբ համոզվին լավ եթե չհամոզվին պետք է որ այս իշխանավորները ալ հերանան գամովին թե ագամա Հուսանք որ իշխանությունները կամ իշխանավորները կհերանան եթե չեն ուզում որ ավելի վատ բարագաների մեջ լինեն որովհետև պատմությունը ցույց է տվել բոլոր ժողովուրդների նմանատիպ իշխանությունների ինչ ձև են հեռանում Պարոն Բոյաջյան շնորհակալություն այսօրվա հետաքրքիր զրույցի համար առաջիկայում դեռևս կհանդիպենք հաջողություն եմ մաղթում ձեր աշխատանքներին ահա այսպիսին էր այսօր հարգելիներս մեր ծրագիրը կտեսնենք հաջորդ շաբաթ նույն կայանից նույն ժամով մնացեք բարյավ ցտեսություն